Երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, բնականաբար մենք ելնում ենք նրանից, որ սահմանադրական կարգը խախտվել է, իսկ սահմանադրական կարգը ամրագրված է հենց սահմանադրությունում։ Եվ բնականաբար սահմանադրությունը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածները հստակ պատասխան են տալիս այդ հարցին, իսկ սահմանադրության մնացած հոդվածները ըստ էության սահմանում են այն կառուցակարգերը, որոնց միջոցով պետք է իրականացվի առաջին հոդվածի նպատակը, այսինքն ինքնիշխան ժողովրդավարական իրավական սոցիալական պետություն եւ երկրորդ հոդվածի հրամայականը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների եւ հանրակրթների միջոցով։ Բնականաբար այդ ամենը այսօրվա Հայաստանի իրականությունում խաթարված է, չկա եւ դրա համար մենք հիմա խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ այսօրվա իրավիճակի մասին, ապա բնականաբար առաջին մեխանիզմը ընտրություններն է։ Եվ այս տարի պետք է տեղի ունենան ընտրություններ, հերթական ընտրություններ, կարող է նաև արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, բայց ամենայն հավանականությամբ դա սա բացառված տարբերակ է, չնայած իրավաբանորեն դա հնարավոր է, եւ սա ամենակարևոր մեխանիզմն է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը։ Կա նաև երկրորդ տարբերակ, եթե մենք խոսում ենք մինչև ընտրությունների իշխանափոխության մասին, դա պարլամենտի միջոցով իշխանության փոփոխությունն է, բայց դրա հավանականությունը ես նույնպես գնահատում եմ զրոյական։ Մեր սահմանադրությունը ի տարբերություն նախորդ ժամանակահատվածում գործող 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստի 2005 թվականի փոփոխություններով նման հնարավորություն չէր տալիս, որպեսզի փոխվի գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանի կողմից, այդ հնարավորությունը կա, բայց այդ հնարավորությունը չի կարող հիմա օգտագործվել, որովհետև մենք ունենք պարլամենտական մի այնպիսի գերհսկա մեծամասնություն, որը պարզապես լուռ ու մունջ հետևում է իր առաջնորդի ցանկացած անբնական, անտրամաբանական քայլին։ Հետևաբար ազգային ժողովի կողմից Փաշինյանին անվստահությամբ հայտնելու տարբերակը առաջիկա ժամանակահատվածում ես գնահատում եմ զրոյական։ Մնում է ընտրությունների մեխանիզմը, ինչքանով ընտրությունները ազատ ու արդար կլինեն։ Մենք ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի ձեռքում, ինչպես դուք իրավաբան նշեցիք, եւ ակնհայտ է, որ այդ անձը ամեն միջոց օգտագործելու է սահմանադրական եւ ոչ սահմանադրական եւ առաջին հերթին ոչ սահմանադրական, որպեսզի փորձի վերարտադրվել։ Այստեղ արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտի խնդիրն է, որպեսզի իրենք ճիշտ գնահատականներ տան իրավիճակին, ճիշտ ձևաչափեր ընտրեն պայքարելու համար եւ կարողանան այնպես անել, որ մեր այն էլեկտորատի ձայները, որոնք պրոնիկոլական չեն, չփոշիանան եւ դրանք կենտրոնանան այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մոտ, որոնք ռեալ հնարավորություն ունեն մտնելու ազգային ժողով եւ ձևավորելու նոր կառավարություն։ Այսօր ես կուզենամ մի փոքր մանրամասնել այդ մեխանիզմը, որովհետև ես շատ հաճախ իմ շրջապատում իմ ընկերների մոտ տեսնում եմ, որ մինչև այժմ շատ հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու կառավարության ձևավորման մեխանիզմը։ Շատ շատերը մտածում են, որ կլինեն ընտրություններ, կլինի պարլամենտ, եթե որևէ մեկը մեծամասնություն չունենա, պարլամենտում արդեն կորոշեն, թե ինչ կոալիցիա են կազմում, ով է վարչապետը եւ այլն։ Իրականում մեր 2015 թվականի փոփոխություններով սահմանադրությունը լիովին այլ մեխանիզմներ է նախատեսել։ Ճիշտ է, Հայաստանը պարլամենտական երկիր է 2015-ի փոփոխություններով, բայց կառավարության ձևավորման հարցում ընտրություններից հետո կառավարության ձևավորման եւ ավելի շուտ վարչապետի ընտրության հարցը վերապահված է ոչ թե պարլամենտին, այլ վերապահված է ժողովրդին ընտրության միջոցով։ Ինչպես է դա տեղի ունենում։ Պատկերացնենք ընտրությունները տեղի են ունեցել, պատկերացնենք ԿՊ-ն չունի բացարձակ մեծամասնություն, եթե ԿՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն, ապա այդ բացարձակ մեծամասնության լիդերը ավտոմատ դառնում է վարչապետ, հանրապետության նախագահը, ազգային ժողովի ուրեմն առաջին անդրանիկ նիստի օրը հայտարարում է, հրամանագրում է, որ հանրապետության վարչապետը այսինչ անցն է։
Հիմա պատկերացնենք երկրորդ տարբերակ, որ ԿՊ-ն չունի այդ մեծամասնությունը եւ ԿՊ-ն միայնակ է մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք ընդդիմադիր են Փաշինյանին, ունեն թվաբանական առումով մեծամասնություն։ Այդ ժամանակ մեր ընտրական օրենսգիրքը, ելնելով Սահմանադրության պահանջից, նախատեսում է, որ դեռևս մինչև ընտրությունների ավարտը այդ կուսակցությունները կամ պետք է համաձայնության գա, թե ով է վարչապետը, կամ եթե համաձայնության չեն գալիս, տեղի ունենում ընտրության երկրորդ փուլ։ Հիմա առաջին տարբերակ, եթե գալիս են համաձայնության, եթե մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ համաձայնության են գալիս են հարցի շուրջը, թե ով է երկրի վարչապետը, ապա ընտրությունները դրանով ավարտվում են։ Արդեն երկրի վարչապետը հստակ պարզ է լինում եւ հրամանագրվում է նախագահի կողմից ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի առաջին օրը եւ դրանից հետո սկսվում է կառավարության ձևավորումը։ Այսինքն վարչապետի հարցը լուծվում է դեռ մինչև ազգային ժողովի առաջին գումարման առաջին նիստը։ Եթե համաձայնություն չի լինում եւ որևէ մի կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն, այդ դեպքում միայն պետք է լինի երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այդ կուսակցությունները, որոնք հաղթահարել են ընտրական արգելապատնեշներ։ Երևի այստեղ էլ պետք է տեղեկացնեմ, որ ի տարբերություն ընտրական օրենսգրքի սկզբնական խմբագրության, հիմա այդ արգելապատնեշները փոխվել են։ Նախորդ կարգավորումներով ազգային ժողով անցնում էին 5% հաղթահարած կուսակցությունները եւ 7% հաղթահարած դաշինքները։ Հիմա այդ դրույթը փոփոխության է ենթարկվել 2021 թվականին եւ գործելու է առաջիկա հերթական ընտրությունների համար։ Առաջիկա հերթական ընտրությունների համար նախատեսված է 4% արգելապատնեշ կուսակցությունների համար, եթե որևէ կուսակցություն առանձին է մասնակցում ընտրությունների, նախատեսված է 8% արգելապատնեշ մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքների համար եւ 10% արգելապատնեշ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար։ Հիմա երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այդ նշված արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները, ընդ որում այդ երկրորդ փուլի ժամանակ էլ հնարավոր է, որպեսզի նոր դաշինքներ կազմվեն։ Եվ արդեն երկրորդ փուլի արդյունքում երկու ուժ է մասնակցում ընտրությանը։ Կամ եթե պատկերացնենք այսպիսի իրավիճակ, պատկերացնենք ԿՊ-ն ստացել է 49%, ընդդիմությունը միացյալ ձայներով 51%, բայց ընդդիմությունը, ինչպես արդեն ասացի այդ վարկածում, համաձայնության չի եկել վարչապետի տեխնատուի վերաբերյալ, ուրեմն երկրորդ փուլին մասնակցում է բնականաբար ԿՊ-ն 49% ստացած եւ երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը։ Այդ կուսակցության շուրջ կարող է ձևավորվել նոր դաշինք, բոլոր այդ արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների հետ։ Եվ երկրորդ փուլի արդյունքում արդեն այլընտրանք չկա։ Հաղթում է կամ առաջին տեղը զբաղեցրածը կամ երկրորդ տեղը զբաղեցրածը։ Եվ դրանով ձևավորվում է էլի նորից ընտրվում է վարչապետ, արդեն ընտրությունների երկրորդ փուլում եւ նույն մեխանիզմով հանրապետության նախագահը հրամանագրում է, որ երկրի վարչապետը X անձնավորություն է։